Մեզ հետ ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն է, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ինչպես է զգացողությունը։ Բարև ձեզ, պարոն Ալիխանյան, լավ է, շատ լավ է, հետաքրքիր հայրենիքի տարբեր քարոզարշավը։ Հա, հայրենիքի տարբեր հատվածներ շրջագայելը, դա միայն հաճույք է տալիս, նաև տեսնում ես տարբերությունը մեր ժողովրդի բոլոր գամաները զգում ես, ամեն ռեգիոն ունի իր տարբերությունը, ամեն շրջան ունի իր տարբերությունը, մենտալիտետային, մոտեցման մեջ հետաքրքիր է մարդու համար, ով ուսումնասիրում է, շատ հետաքրքրված է պատմության մեջ, բավականին հետաքրքիր է այս մեր այցելությունները ու ես հաճույք եմ ստանում։ Վերջին հավաքը, եթե չեմ սխալվում, Տավուշի մարզում էր։ Այո։ Ինչ էին մարդիկ ուզում դեզանից։ Հետաքրքիր է հիմնականում իհարկե աշխատանքի հարց, մարդիկ երկար տարիներ ապրելով այս պայմաններում գրեթե մոռացել են, թե ինչպես կարելի է լավ ապրել։ Շրջաններում, գյուղերում մեզ զարմացրեց մի փաստ։ Շատերը պատմում էին, որ իրենց աճեցրած բերքը վաճառում են միայն ճամփեզրին։ Մթերման մասին ընդհանրապես գաղափար չունեին, միայն Պառավաքար գյուղում խաղողի մասին ասեցին, որ Սահմանակից է նաև, չէ՞։ Այո, 1400 հեկտար դեռ այն կողմն է ու դելիմիտացիայով մեզ չի վերադարձվել, բայց օֆիցիալ հայկական տարածք է։ Իսկ մյուս շրջանները, ես մինչև հիմա զարմացած եմ Նոյեմբերյանի շրջանի վրա, մինչև այդ էլ ուսումնասիրել էի իհարկե, դա ուղղակի մթերքի, մրգի աճեցման իդեալական զոնա է, ամեն երկիր կերազեր այդպիսի շրջան ունենալ։ Իսկապես։ Այո, բայց օրինակ գյուղեր կային, որտեղ 700 հեկտարից մշակում էր ընդամենը 100-ը։ Ինչ է սա ցույց տալիս, մարդիկ չգիտեին ինչպես, երբ մենք պատմենք մթերման կայաններից, մարդկանց մոտ նոր էր ընկալումը գալիս, թե ինչքան ազդեցություն կարող է թողնել այդ կայանները իրենց կյանքի վրա։ Զարմանում էին, թե ինչպես կարելի է հեշտ վաճառքի մասին չմտահոգվել, բայց միևնույն ժամանակ մենք քննարկում էինք մեր օտարերկրյա գործընկերների հետ, ովքեր խորհրդատվություն են տալիս տնտեսական քաղաքականություն կազմելուց, եւ նրանք է զարմանում են ինչպես կարելի է մի երկրում ունենալ գյուղատնտեսություն եւ դու ճունես վաճառքի իրացնելու պայմանագրեր։ Գյուղացիները այլ երկրներում 3 տարվա պայմանագրեր են կնքում։ Գիտեն ինչ գնով են վաճառելու, ինչ են անելու։ Հայաստանում այդպիսի բան չկա։ Ասում են ինչպես է ձեր գյուղատնտեսությունը գոյատևում այս պայմաններում։ Այսինքն աշխարհի նորմայից մենք մի քիչ շեղված ենք։ Երկրորդ բանը, որը հետաքրքիր է նաև գործազրկությունն է, էլի մասսայական գործազրկությունը Տավուշի մարզը չնայած այսքան ակտիվ զոնա է համարվում, բայց այս պահին գործազրկության առումով բարձր տեղերում է։ Ամեն երրորդը Տավուշի մարզում աղքատ է ապրում ըստ վիճակագրական կոմիտեի։ Երկրորդ մարզն է աղքատության ցուցանիշներով իդեպ։ Ձեր առաջորդը հայտարարում է, որ իշխանությունը Արցախից բացի շատ ավելի վտանգավոր բաներ է անում։ Հստակեցրեք, ինչ ավելի վտանգավոր բաների մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետության վտանգի միատարությունը, ազգային միատարությունը վտանգի տակ դնելը, հայ ժողովրդի, հայրենիքի բնակչության մեջ օտարածին ազգություններ, հարևան ադրբեջանցիներին Հայաստան տեղափոխելը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, քանի որ ժամանակի ընթացքում ունենալով ավելի ակտիվ ծնելիություն գյուղաբնակ ադրբեջանցիները մասնավորապես հնարավորություն կտա իրենց Հայաստանում գերակշիռ դեր ունենալ, ինչպես դա եղել է պատմականորեն Նախիջևանում։ Պատմական հայկական հողերում, նաև Թուրքիայի տարածքում։ Այո։ Այսինքն մեզ համար ամենակարևոր երևի բանը անվտանգությունն է։ Յուրաքանչյուր քաղաքացու, եթե հարցնենք, երևի առաջնային տեղում անվտանգության հարցն է, ճիշտ է։ Այնպիսի օրին ենք հասել, որ մեզ համար ամենակարևոր հարցը անվտանգությունն է դարձել։ Ինչպես եք դուք պատկերացնում անվտանգությունը։ Ձեր քաղաքական ծրագրում անվտանգության տեսլականը ինչպես է ներկայացնում։ Մեր պատկերացումը այսպեսին է։ Մեր ազգը միայն մեր ազգի գերնպատակը գոյատևում պետքա չլինի։ Պետքա անվտանգության հարցը պետք է մենք շուտ հաղթարենք այս հարցը, շուտ հաղթարենք այս հարցը ու գնանք զարգացման մոդելին։ Երկրի զարգացման, եթե հարակից երկրի բնակիչները չեն տեղափոխվում Հայաստան, երբ մենք կարողանանք հարակից երկրի նկատի ունեք ադրբեջանցիները չեն տեղափոխվում եւ երբ մենք կարողանում ենք թույլ չտալ նրանց Հայաստան գալ, մենք մեր երկրում արդեն շարունակում ենք զարգացման process-ը, մեր երկիրը զարգացնելու process-ը, որը ունի մի քանի շերտեր։ Ինչու փակ ճանապարհներով, խաղաղություն,
բայց ամուր խաղաղություն, պինդ խաղաղություն, ուժեղ խաղաղություն, որտեղ չկան Հայաստան տեղափոխված ադրբեջանցիներ։ Մեր ցանկությունը այնպես խաղաղություն, որտեղ կա երաշխիք, որ 50 հատ ասքյար չի կարող որոշել որևէ բան, որովհետև կան երաշխավորներ։ Նույն Պառավաքարի օրինակով 1400 հեկտար մնացել էր այն հատվածում, ինչու չեն վերադարձնում մինչև հիմա, ինչու է դելիմիտացիան անցել այնտեղ, որտեղ տալու բան ունենք։ Պետք է հավասարակշռություն։ Խաղաղությունը մենք կհասնենք խաղաղության։ Արդեն ամեն ինչ տրված է, այն ինչ որ Ադրբեջանը պահանջել է, այս իշխանությունը ցավոք տվել է արդեն։ Տվել է Կարծում եք։ Մնացել է մի հարց, որը պահանջում է ժողովրդագրական առումով։ Մի հարց, դա իրենց հայրենակիցների ադրբեջանցիների Հայաստան տեղափոխումն է, իսկ նրանց տեղափոխումը ադրբեջանցիների համար գերնպատակը իհարկե մենք հասկանում ենք, որ այդ իրենց խոսքերի տակ Հայաստանի վրա ազդեցության տարածումն է, ոստիկանական ուժերի վրա ազդեցությունն է։ Խաղաղությունը, ամուր խաղաղությունը շատ մոտ է, ամուր խաղաղությունը մենք տեսնում ենք, որ այս պայմաններով մենք ստորագրելու ենք խաղաղության պայմանագիր։ Ուղղակի մենք երաշխիքներով ենք ստորագրելու եւ առանց Հայաստան տեղափոխվող Իսկ կներեք, իսկ ո՞րն է երաշխիքը։ Երաշխիքը մեր հարևան երկրներն են։ Երաշխիքը Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իր համար կարմիր գիծ է։ Պատկերացնում եք, Իրանը արդեն կա բազա, որ դու ունես երաշխավոր երկիր, ով պայքարեց ամբողջ աշխարհի հետ, դիմացավ, ունի պոտենցիալ եւ պատրաստ է երաշխավոր լինել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները թրիփի շրջանակներում վկա է։ Եթե տնտեսական երաշխիքներ տա, որ այն երկիրը, որը նկրտում ունենա, ինչ որ ոտնձգություն անի, այս պայմանագրի կետերից մեկի վրա կընկնի տնտեսական սանկցիաների տակ, օրինակ, նավթ էլ չի կարողանա վաճառի։ Մենք էլ գիտենք, որ նավթը Ադրբեջանի բյուջեի մեծ մասն է, դրանից հետո կկանխարգելվի յուրաքանչյուր պատերազմ։ Պարոն Կարապետյան, ձեր դաշինքի ավելի քան 100 ներկայացուցիչ արդեն մեղադրյալի կարգավիճակ ունի։ Սա նախադեպը չունեցող թիվ է իրոք ընտրական պատմության մեջ Հայաստանի։ Ինչու այսպես։ Տպավորություն կա, որ ձեզ են թիրախավորել բոլոր անդիմադիր ուժերից, թե ինչն է պատճառը։ Մենք այս երկու օրը դիմել ենք, որպեսզի բացեն բոլոր ձայնագրությունները եւ մենք հասարակությանը կներկայացնենք բոլոր շատ ձայնագրություններ, որտեղ կերևա, որ իրենց կողմից ներդրված մարդիկ հատուկ ձևի խոսակցություններ են վարում եւ դա ներկայացնում։ Իդեպ փաստաբանի հայտարարությունը ասում է, որ ձեր փաստաբանը նշում է, որ ձայնագրությունները փաստորեն կտրտված են եւ կոնտեքստից դուրս են։ Երկու բան կա՝ կտրտված, կոնտեքստից դուրս եւ երրորդ բանը հատուկ կան ներդրված սադրիչներ, որոնք զանգահարում են մարդկանց բաց կապով եւ այդպիսի խոսակցություններ են վարում, հետո այդ խոսակցությունները կարող եք բացել մոտավորապես հանրությունը հասկանա ինչ ձայնագրություններ են դրանք, որ ինչի մասին է եղել եւ ինչպես է ստացվել, որ կոնտեքստից դուրս ինչ որ հատվածների մասին են։ Մեր ժողովներից մեկի ժամանակ մի կին զանգարել է 30 տեղ եւ ասել է գնացեք ժողովի այնտեղ գումար է բաժանվում բաց կապով։ Մենք դա լսել ենք, իմացել ենք, որ այսպիսի բան կա, փաստաբանները դիմել են իրավապահ մարմիններին իրենց նախաձեռնությամբ եւ հետո հայտնաբերվել է, որ այդ կինը որևէ կապ չունի մեզ հետ, ամենայն հավանականությամբ ուրիշ տեղից ուղղորդված կին է, որ հիմնական նպատակը մի ձայնագրություն նվիրելն էր հակակոռուպցիոնին օրինակ, որպեսզի նրանք հանդես գային։ Պարոն Կարապետյան, հակակոռուպցիոն կոմիտեն որպես կաշառք է որակում վիրահատության համար տրված գումարը։ Որտեղ է ավարտվում բարեգործությունը եւ սկսվում ընտրակաշառքը ուժեղ Հայաստանի համար։ Սահմանագործությունի այդ սահմանը ո՞րն է։ Պարոն Ալեխանյան, Հայաստանում պետք է ամենակարևոր բանը, որպեսզի նայենք, թե մեր երկրին ինչ է պետք չէ հասցնել մեր հասարակության այն վիճակին, որ վիրահատության համար մարդիկ գումարի խնդիր ունենան։ Պարզ է, որ այդ վիրահատությունը մարդու կյանք փրկելը մեզ համար բոլորիս համար առաջնային է։ Ինչպես իրենք գնահատեն, չգնահատեն, ինձ համար անձնապես մարդու կյանք փրկելը ավելի առաջնային է, քան յուրաքանչյուր այլ բան։ Մեր երկրում պետք է լինի այնպիսի առողջապահական համակարգ, որ հնարավորություն տրվի, օրինակ, այսօրվա ապահովագրության ավելի լայն տեսակներ լինելու, որ հնարավորություն տրվի բոլոր տարիքային շեմերը հնարավորություն ունենան առանց մտածելու իրենց վիրահատությունների հարցը ընդհանուր ապահովագրական համակարգը փակի։
Այլապես մենք ունենանք այսպիսի բարդ իրավիճակներ, երբ մարդիկ համայնքներում միջին տարիքի այս դեպքում մարդիկ տարիներով չեն գնում հիվանդանոց եւ առողջապահական խնդիրները ավելի ծանրանում են, ավելի դժվարանում է բուժումը։ Մենք պետք է այնպիսի երկիր ունենանք, որ այսպիսի Հիմա ինչպես անել, որ բարեգործությունը չդիտարկվի որպես ընտրակաշառք։ Ես ձեզ ասեմ, իշխանությունները ամեն ինչ անելու է, որ ինչ որ ձև սևացնի ուժեղ Հայաստանին։ Ինչու՞, որովհետև իրենք գիտեն, որ ուժեղ Հայաստանը կյանքում ուժեղ Հայաստանի առաջնորդ է։ Հայաստանի համար միայն ունի արված բան, միայն ներդրում ունի արած, միայն բարեգործություն ունի արած։ Կյանքում Հայաստանից նա չի հարստացել միջոցները, նա Հայաստանի միջոցների հետ կապված որևէ կապ չի ունեցել Հայաստանի վերջի ժամանակներին եղած ֆինանսական process-ների մեջ, ամեն ինչը ինքը աշխատել է, բերել ներդրել է մեր երկիր։ Այդ իսկ պատճառով իրենք պետք է չի եղել իշխանության մաս, եղել է ներդրող, բարեգործական ամենամեծ ծրագրեր անողներից մեկը, գիտեմ որ այլ մարդիկ են եղել։ Եվ բացի դրանից մենք պետք է հաշվի առնենք, որ իրենք գիտեն Կարապետյանի արած աշխատանքները եւ գիտեն, որ ժողովուրդն էլ գիտի։ Եվ ժողովուրդը չի տեսնում, որ ինչ գործիքակազմ, որ իրենք կարող են ինչ որ ձև սևացնեն մեզ, չի աշխատելու իրենց դեպքում։ Այդ իսկ պատճառով նոր գործիքակազմեր են ման գալիս։ Ասում են, որ ընտրությունների ժամանակ ինչ որ իրենք մասսայական աշխատանք են խոսք տալիս։ ԿՊԱ-ականները մասսայական աշխատանք են խոսք տալի, ով էլ ընդդիմադիրը մասսայական սպառնում են աշխատանքից, ինչ որ աշխատանքում խնդիրներ ունենալուց։ Իրենցը կաշառք չի։ Այնպիսի երկիր պետք է կառուցես, որ այսպիսի խոսակցություններ չլինի, որ մարդիկ կարիք չունենան, իսկ ես վստահեցնում եմ ձեզ, մենք կարիք չունենք մարդկանց մոտիվացնելու Փաշինյանին փոխելու, որովհետև մարդիկ հոգնել են, 8 տարին բավարար է, արդեն իմունիտետ ունեն իր խոսքերից։ Ասում եք, որ 150,000 դրամ նպաստ եք սահմանելու ծայրահեղ աղքատ ընտանիքների համար եւ կենսաթոշակները բարձրացնելու եք 12,000 դրամով առաջին 6 ամսում։ Որտեղից է գոյանալու այդ գումարը, դա անձնական գումար է, թե բյուջեում ինչ որտեղից գոյանալու է այդ գումարը։ Շնորհակալ եմ այս հարցի համար, տեսեք ինչ ծրագիր մենք ունենք։ Մեր գործընկերները, Սփյուռքի հայ մեծարուստները ներդնելու են 70% գումար աղքատության հաղթարման հիմնադրամում։ 30% գումար ներդնելու է պետությունը։ 70% գումարը շատ մեծ թիվ լինելով պետության վրա այդ կարգի ծանրաբեռնվածությունը բյուջեից կհանենք։ Ամեն ինչ չէ որ բյուջեով պետք է լուծվի։ Աղքատության հաղթարման հիմնադրամը ամեն ամիս նպաստ է տալու 5 ընտանիքի անդամից բաղկացած, օրինակ հայր, մար, 3 երեխա կամ բոլոր ծայրահեղ աղքատ ընտանիքներին 150,000, 6 ընտանիքից 6 հոգուց բաղկացած 180,000։ Դա առաջին կես տարում ձեր իշխանավարության, եթե առաջին 3 ամսվա ընթացքում ենք դա անելու, 3 ամսվա։ Մենք ուղղակի զգուշությամբ ասում ենք կես տարի, բայց 3 ամսվա ընթացքում հիմնադրամը կստեղծվի, առաջինից օրվանից կսկսենք զբաղվել, միջոցները կգան այդ հիմնադրամ եւ հիմնադրամը կսկսի Հայաստանի բոլոր ծայրահեղ աղքատ քաղաքացիներին վճարել նպաստ, որպեսզի նրանք դուրս գան աղքատությունից։ Շատ լավ։ Դուք, ինչպես նշեցիք արդեն, 70%-ը հիմնադրամի կազմելու է հայ գործարարների Սփյուռքի հայ գործարարների ներդրումը։ Հիմա ինչպես պետք է կամ ինչու պետք է Սփյուռքի գործարարները ներդրում անեն այստեղ կամ վստահեն Հայաստանի հիմնադրամներին ունենալով ձեր փորձը հեծի ճիշտ եք ասում, բայց երկրի առաջնորդի կարող են խլել։ Ճիշտ եք, սակայն այդ ժամանակ մենք սա մեր նախընտրական ծրագիրն է եւ երկրի առաջնորդ լինելու է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյան որպես առաջնորդ, եթե ունենա մեր երկիրը, մեր գործընկերները Սփյուռքում վստահելու են այդ երկրին։ Ինչպես է պատահում, որ Սամվել Կարապետյանը օրինակ Հայաստան բարեգործական միությանը, Հայաստան համայնքական հիմնադրամին 70 միլիոն դոլար է փոխանցել։ Ինչպես է դա ստացվել։ Որպես հայ, այսինքն անձնական օրինակով դուք նաև վերականգնում եք, մենք նաև գիտենք մեր գործընկերների Սփյուռքի հայրենասեր հայրենակիցներին, ովքեր ուզում են օգնել, բայց այս իշխանությունը այսպիսի փոփոխություն է արել, պարոն Ալխան։ Նա բաժանել է Հայաստանը Սփյուռքից։ Իրական Հայաստանի մոդելը իրենց առաջարկած ասում է, որ Հայաստանը դա Հայաստանում ապրող հայերն են միայն։
Հայաստանի բնակիչներն են միայն։ Իրական Հայաստանի մոդելը չի ներառում Սփյուռքին։ Նա հային ու Հայաստանին բաժանում է իրարից։ Սփյուռքը դա տեսնում է եւ գնահատում է որպես օտարվելու փորձ։ Երբ Շվեյցարիայում ասել էր եկել եմ, որ ասեմ, որ մեր վրա հույս չդնեք, կատակով էր ասել իմ հիշելով, բայց իմաստը դա էր, հիմնականում Շվեյցարիայում նրա ասածը ի նկատի ուներ, որ Սփյուռքի եւ Հայաստանի միջև այդ տարբերությունը նա ուզում էր խորացնել։ Եթե հունիսի 7-ին ձեր դաշինքը չհաղթի, ընդունելու եք պարտությունը, թե փողոց եք դուրս գալու, փողոցային պայքար եք սկսելու։ Պարոն Ալիխանյան, հայ ժողովուրդը հաղթելու է։ Հայ ժողովուրդը այդ փոփոխությունը տեսականորեն, եթե ընդունենք, որ չեք հաղթում։ Տեսականորեն մենք պետք է դա չընդունենք։ Եթե այս պայքարի մեջ մենք այդպիսի տեսություններ ընդունեինք, մենք առաջի օրվանից այդ տեսությունների մեջ չէինք մտնի։ Այս պայքարը պայքար չէ, ինչ որ մեկի հաղթելու։ Պայքար է ընդհանուր Հայաստանի ռազմավարական զարգացումը ապահովելու, ծնկից բարձրանալու, Հայաստանի ազգային միատարությունը պահպանելու, իրապես զարգացող տնտեսություն ստեղծելու, ոչ թե փոքր ասֆալտապատումով ժողովրդի աչքերին թոս փչելու, այլ ժողովրդի գրպանը միջոցներ բերելու, աշխատատեղեր ստեղծելու։ Ասֆալտապատումը մեր երազանքների պիկը պետքա չլինի։ Մեր գործի հիմնական նպատակը, որ մարդիկ իրենց գրպանի վրա զգան, որ երկրում բան է փոխվել, աշխատանք ունենան, տարածաշրջանները հենց Տավուշի մարզում ապրեն եւ հարուստ ապրեն։ Այո, տարածաշրջանը Տավուշի մարզում մեր այցելությունների ընթացքում ես տեսա, որ ուղակի բարձի թողի վիճակ է տնտեսական քաղաքականությունը։ Երևանում ապրելով մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ բարդ վիճակ է ռեգիոններում։ Ռեգիոնում չկա տնտեսական քաղաքականություն։ Զրոյին է մոտ տնտեսական քաղաքականությունը։ Եվ դա, եթե լիներ 6 տարի առաջ իմ այս հանդիպումները, օրինակ, չնայած տեղեկատվությունը որպես տնտեսագետ մենք տեսնում էինք, բայց հողի վրա իրավիճակը ավելի բարդ է, որովհետև վիճակագրությունը միշտ ավելի լավ թվեր է ցույց տալիս։ Եթե այս իրավիճակը լիներ 6 տարի առաջ, մենք կասեինք նոր իշխանություն է, պետք է մի քիչ ժամանակ, բայց 8 տարին դա նորմալ իշխանության ամբողջ ժամանակահատվածն է եւ դրա ընթացքում ոչ մի բան չարել։ Հարգելի հայրենակիցներ, այս իշխանությունը 8 տարվա ընթացքում ինչ պետք է լավ աներ, հասցրած պետք է լիներ այս 8 տարվա ընթացքում արած լիներ։ Եթե մենք տեսել ենք, որ ձեր շրջաններում աղքատությունը չի հաղթահարվում, եթե մենք տեսնում ենք, որ ձեր երազանքները չեն կայանում, 8 տարում եթե դա չի արել, նոր 5 տարում էլ չի անելու։ Ուղղակի էլի իրենց գործերն են անելու, իրենց պարգևավճարներն են վճարելու, դուք էլ մնալու եք նույն իրավիճակում, մի քիչ ավելի շատ ասֆալտով, մի քիչ ավելի քիչ թանկ խանութներում, շուկաներում, թանկ գների մթերքով եւ բերքի իրացման խնդրով, աշխատատեղերի բացակայությամբ, արդարության զգացումի վերացմամբ, արդարության դեմ համար էր պայքարում այս պայն Հայաստանի բոլոր շրջաններում իրենք մարդկանց աշխատանքի հետ կապված վտանգներ են ստեղծում մարդկանց հայացքների համար։ Մեր երազանքը գոյատևելը չի։ Մեր երազանքը, որ մեր ժողովուրդը լավ ապրի։ Պարոն Կարապետյան, Իջևանում դուք հայտարարեցիք, որ քաղաքը թե վարչապետի ծննդավայրն է, բայց Սամվել Կարապետյանի մայրն էլ է այնտեղից։ Սա իջևանցիներին ուղղորդելու հնարք էր։ Դե Սամվել Կարապետյանի մայրը Իջևանից է, բայց կա տարբերություն։ Չնայած Փաշինյանի հայրը Իջևանից է, բայց Փաշինյանը Տավուշից տալիս է գյուղեր։ Կարապետյանի մայրը Իջևանից է, բայց Կարապետյանը Տավուշից չի տալիս ոչ մի բան, այլ Տավուշ բերում է ներդրումներ, աշխատատեղեր։ Պետք է համեմատել, երբ տեղային հայրենասիրությամբ փորձեն մեր իջևանցիներին ասեն, որ իջևանցի է այդ իսկ պատճառով եկեք աջակցենք, ոչինչ որ մի քիչ հողա տալիս, ուզում եմ հիշեցնել, որ դա չի աշխատում այս դեպքում։ Ինչու ընտրել ձեզ։ Որպեսզի ամեն ամիս, ամեն եռամսյակ տարբերություն զգալ քո շրջապատում, քո կյանքում, քո քաղաքում։ Եթե ուզում ես տարբերություն զգաս քո կյանքի մեջ ամեն եռամսյակ, ամեն 6 ամիսը մեկ, տեսնես, որ փոխվում է, տեմպ տեսնես, դա տնտեսագետների առաջնորդությունն է։ Եթե ուզում ես մնաս նույն օրը, ընտրես մի քանի թիրախ, ում պետք է ատենք, սկսենք իրար ատել,
ու 5 տարի էլ այսպես ատելության ֆոնում ժամանակ ձգենք, մի երկու բան էլ ավել տանք, թող Փաշինյանին ընտրեն։ Ժողովուրդ ջան, որոշեք։ Եթե ուզում եք փոփոխություն, տարբերություն ձեր կյանքում, որ գանք, արդիկ էինք գնացել։ Հաղաքում բացի մի քանի խանութներից, որ լավ նոր երևում էին, որ վերջի 10 տարվա մեջ էին նոր էին, վերանորոգված, ոչ թե կառուցված հիմնականում, համայնքը որևէ լուրջ արդյունաբերական փոփոխություն, տների մեջ, մարդկանց կյանքի մեջ որևէ փոփոխություն մենք չենք տեսել։ Եթե 8 տարում այդ փոփոխությունը չեն բերել, 5 տարում չեն բերի, մի հավատացեք նրան, որ իրենք ասում են COVID է եղել, COVID Վրաստանում էլ է եղել։ Պատերազմ եղել, պատերազմ իրանց դիվանագիտությամբ է եղել։ Իրենք կարող էին մասսայական արդյունաբերականացում անեին։ Ամբողջ հայազգը իրանց ընդունում էր առաջ օրերին։ Այնպիսի վարկանիշ, ինչպիսին Փաշինյանը ուներ այն ժամանակ, ոչ մի հայ առաջնորդ երբեք չի ունենալու։ Բայց բոլոր բիզնեսմենները աջակցում էին։ Բան չկարողացան այդ ընտրողը, որը արդեն կողմնորոշված է, գիտի, որ ընտրելու է ձեզ, եւ այն ընտրողը, որ դեռ չի կողմնորոշվել, դեռ կամուկացի մեջ է, չգիտի ում ընտրել։ Հուշեք, որ համարն է։ Եթե ուզում եք փոփոխություն, փոփոխության համար 3։ Շնորհակալություն, որ մեր հյուրն էիք, մեր հարցերին պատասխանելու եւ հաջողություն ընտրություններում։ Մենք զրուցում էինք Ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի հետ։ Ցտեսություն։